Տիկին Գալյան այժմ վերջերս օրենք ընդունեց, որ եթե պարզվի, որ դիտորդն աջակցում է որևէ կուսակցության, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի վարույթ հանրության եւ ուժի գործած ճանաչեն նրա այդ հավատարմագրումը որպես առաքելություն։ Այս իմաստով հետաքրքիր է ինչպես եւ ինչ չափանիշներով է որոշվում տվյալ առաքելությունը սատարում է որևէ կուսակցության, թե ոչ։ Եվ կներեք կարճ հարց կապված հանրային երակաշահի հետ միշտ միած շատ կարևոր է ինքնակառուցվածքային ծրագիր կա, որ արդեն մի քանի տարի է չկա հնարավոր չի իրականացնել, խոսքը հարավարևմտյան թաղամասի է, հյուսիսարև ճանապարհի մի փոքր հատվածն է, որը պետք է ավարտին հասցնի եւ միանա հիմնական այդ մագիստրալին եւ այդտեղի անշարժ գույքի սեփականատերերը մշտապես խնդիրներ են ստեղծում, բարձրացնում։ Այս հարցը կլուծվի ձեր ասած նախաձեռնության շրջանակում վերջապես։ Վերջին հարցը պատասխանը այո, ինչու որովհետև սեփականության իրավունքի փոխանցումը դատական վեճերով այլևս չի պայմանավորվելու եւ այդ դատական վեճերն են, որ պատճառ են ժամանակի երկարաձգման։ Իսկ ինչ վերաբերում է դիտորդական առաքելություններին, ապա ներառությունը շատ վաղուց կարգավորվում է դիտորդների հետ կապված հարաբերություններն այդ համատեքստում, որ դիտորդները պետք է լինեն անկախ։ Բայց մենք ունենք մի իրականություն, երբ դիտորդական առաքելություն իրականացնողների նույնիսկ կազմակերպության անունները նմանվում են կուսակցությունների կամ քաղաքական նախաձեռնությունների անուններին եւ արժի կողմից այդ նախագիծը, որ շրջանառվեց եւ ընդունվեց, միտում ունի բացառելու այս դեպքերը առաջնահերթ եւ մյուս դեպքերն արդեն կենտրոնական դրական հանձնաժողովը գնահատելու, այսինքն որ ազդեցություն կողմնակալ բացի այն գործառույթից, որ դիտորդը պետք է իրականացնի անկախ առաքելություն եւ հետո զեկույցի տրամադրում։ Իրականացրել է այլ գործունեություն, թե չէ, օրինակ չգիտեմ, երբեմն շփոթվում են վստահված անձի գործառույթների հետ դիտորդների իրենց առաքելությունը։ Եթե շերմը անցավ, յուրացրեց այլ անձի լիազորություններ, խառնվեց գործընթացի տեղամասում եւ այլն, եւ պահեց այնպես, ինչպես չի ենթադրում դիտորդի առաքելությունը իրեն պահել, այս դեպքում պետք է լինի համապատասխան միջամտություն, սրա մասին է խոսքը։ Տիկին Գալյան, եթե չեմ սխալվում, մեխանիզմներ հայեցակարգեր մշակվում ատելության խոսքի դեմ պայքարի համար, իրավական միջոցներով ինչպես է պատկերացնում այդ պայքարը, չգիտեմ, տուգանքներ կամ սոցցանցերի վերահսկողություն, եթե իհարկե հնարավոր է, ինչու եմ հարցնում, որովհետև ԵԽԽՎ բանաձևը օրերս ընդունված այդ փաստարկում հստակ նշվել է, որ նախընտրական շրջանում անհրաժեշտ է պատշաճ մթնոլորտ ապահովել քաղաքական քննարկումների եւ բացառել ատելության խոսքը։ Շատ կարևոր հարց եք բացրեցնում, մեր երկրում խոսքի ազատությունը շփոթվում է շատ ատելության խոսքի հետ, որովհետև սահմանները երևի չեն գիտակցվում այլ կողմից։ Պետք է նշել, որ այսօր ատելության խոսքի որոշ դրսևորումների համար կա քրեական պատասխանատվություն, այսինքն նախ մենք իրավաբանական պրակտիկան պետք է տանենք այլությամբ, որ այն հնչեցին է, որ մեր հայտարարության համար կարող է պատասխանատվության ենթարկվել, բայց իրականում հայտարարություններ կամ խոսություններ կարող է քրեական հետապնդելի լինել, որովհետև ուղիղ գրված է քրեական այս դեպքում պատասխանատվության մասին։ Բայց բացի սրանից, մենք հիմա հենց այսօր ինձ մոտ վերջնական քննարկում ենք ունենալու նախագծի այն փաթեթի, որը վերաբերում է ատելության խոսքի դեմ պայքարին ու սահմանելու են ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտ, նաև ատելության խոսքի զորացած անձանց համար, ինչպես որ կա նախատեսված զրպարտության կամ վիրավորանքի պարագայում քաղաքացիական դատավարության շրջանակներում եւ նաև քննարկում ենք հնարավորությունը վարչական պատասխանատվություն նախատեսելու ամեն դեպքում կարգավորումներ պետք է լինեն այնպիսին, որպեսզի հնարավորություն տան պատասխանատվության ենթարկվել նյութը հրապարակող, արտահայտություն թույլ տվող անձին, իսկ եթե նյութի հրապարակման ձևով է այդ արարքը տեղի ունեցել, ապա պետք է օրենսդրական հիմքեր լինեն, որպեսզի այդ նյութը պահանջվի հեռացնել համապատասխան դաշտից, որտեղ որ առկա է դա կլինի սոցիալական կայք, համացանց, չգիտեմ, ԶԼՄ-ի գործունեություն, հարթակ, էլեկտրոնային եւ այլն։ Ամեն դեպքում ամփոփելով ասեմ, որ այս հարցերի ուշադրության կենտրոնում է առաջիկայում ոլորտի պատասխանատուների հետ վերջնական
հանդիպում քննարկում կունենանք եւ նախագիծը պաշտոնապես կշրջանառեն, շատ ցանկալի կլինի, որ նաեւ ունենանք ձեր եւ ուրիշ բոլոր անձանց կարծիքը, ովքեր որ ասելիք ունեն ատելության խոսքի դեմ պայքարի հետ կապված։ Շնորհակալություն Քրիստինե Հովհաննիսյան, պատասխանատու։ Շնորհակալություն, Տիկին Գարյան, ուզում հստակ նշել Սամվելության այն հոդվածը, որով վարչապետը լիազորվում է կամ հնարավորություն ունի ասելու, թե ով է երկրում կաթողիկոս, ով ոչ, ով է եպիսկոպոս, ով է կարդալույց, ով ոչ, որոշելու, թե որ եկեղեցում որ հոգևորական է իրավունք ունի հոգևոր ծառայություն մատուցելու։ Պարգևավճարների հետ կապված մի հարց Տիկին երկու անգամ որ Փաշինյանը հիմնավորելով այդ հավելավճարները որտեղում են, իթիվս այլին նաև նշեց, որ այդ գումարները անհրաժեշտ է տալ բարձրաստիճան պաշտոնյաներին, որովհետև դատական հայցեր ներկայացնելու անհրաժեշտություն կա, հնչում նշել, թե որ հոդվածով ինչ օրենքով է պաշտոնյաներին բյուջեից գումարներ հատկացվում այդ հայցերը փոխհատուցելու, դատական ծախսերը փոխհատուցելու համար։ Եվ սահմանադրական բարեփոխումների հետ կապված փոքր հարց անդրադարձ եղել է վարչահանգապետության վիճակագրին, թե ոչ, ինչ է որոշվել եւ արդյոք սահմանադրությամբ եկեղեցու բացառիկության կարգավիճակը պահպանվում է, թե ամենայն Հարակիրական եկեղեցին հավասարեցնում է մուսլիմական կազմակերպություններին։ Շնորհակալություն։ Դուք շատ լավ միտք ասացիք, արդյոք հայ հարակիրական եկեղեցին հավասարեցնում է կրոնական մյուս կազմակերպություններին ու մոտավորապես պատասխանեցիք այն հարցին, թե ինչու է հայ հարակիրական եկեղեցու վերաբերյալ դրույթը նշվել սահմանադրության մեջ։ Որովհետև նույնիսկ մասնագիտական հանդիպում թուրը կարող կա նշումի հետ կապված, այսինքն նպատակի նշման։ Ես ուզում այս մասին խոսելը շատ կարևոր է, որ այս հարթակում մենք խոսենք այս թեմայի մասին, վերջակետ դնենք այն դեբատներին, որոնք վերաբերում են եկեղեցու կարգավիճակի սահմանադրական եւ եկեղեցու հետ կապված կամ եկեղեցականների հետ կապված արարքների գնահատականին սահմանադրական կարգի տապալման տեսանկյունից եւ նման տեսանկյուններից այս խոսույթը կա հանրության մեջ։ Եկեղեցու վերաբերյալ նախ կրոնական կազմակերպությունների վերաբերյալ առանձին դրույթ է պարունակում սահմանադրությունը, մեր պետությունը ընդունում է կրոնական հայրակացությունը, մտքի, խղճի, դավանանքի, համոզմունքի, կարծիքի արտահայտվելու ազատությունը եւ եկեղեցու վերաբերյալ առանձին դրույթի նախատեսումը իրավական տեսանկյունից մի նպատակ ունի, որպեսզի ցույց տրվի, որ սահմանադրությամբ արդեն իսկ որ մեր հիմնարարում ենք եկեղեցին անհավասար է այդ կրոնական կազմակերպությունների հետ եւ սա է պատճառը, որ նախատեսվել է նման սահմանադրական դրույթ, որպեսզի հիմնավորվի եկեղեցու նկատմամբ օրենքով արտոնյալ վերաբերմունքը։ Այդտեղ նշում կա եկեղեցու հետ կապված հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով եւ մենք ունենք եկեղեցու այդ հարաբերությունների վերաբերյալ առանձին օրենք, որ եթե դուք թերթեք, կտեսնեք, որ վերաբերում է հիմնականում եկեղեցուն արտոնությունների տրամադրմանը։ Ու սահմանադրական դրույթը այն երաշխավորն է, որի առկայության պայմաններում այլ կրոնական կազմակերպություններ չեն կարող խոսել խտրական վերաբերմունքի մասին օրինակ։ Որովհետև հակառակ դեպքում, եթե մենք որոշենք, որ եկեղեցին քանի որ դուք եք շեշտում կրոնական կազմակերպությունները, իրան որպես պետություն արտոնություններ են տալիս, այստեղ խտրականության, ինքը իր հավասարության եւ այլ շատ խնդիրներ են առաջանում։ Եվ հետևաբար հաշվի առնելով եկեղեցու տեղը եւ դերը մեր կյանքում եւ մեր պետությունում, ես կարծում եմ, որ սահմանադրական դրույթի փոփոխություն չպետք է որ լինի, բայց նաեւ ուզում եմ շեշտել, որ սա մի հարց է, որ դեռևս խորհրդի կողմից։ Ես նշեցի իմ կարծիքը եւ նշեցի արդեն օբյեկտիվ իրականությունը, որ հարցը դեռևս խորհրդի կողմից չի քննարկվել։ Բայց ամեն դեպքում մեկ անգամ եմ ուզում շեշտել, որ սահմանադրական նորմ ունենալը եկեղեցու
գործի վերաբերյալ հնարավորություն է ապահովում եկեղեցուն տրամադրել հավելյալ երաշխիքներ օրենքի դիմաց վրա, ինչը որ չի արվում կրոնական այլ կազմակերպությունների դեպքում։ Ես հուսով եմ, որ այս մեխանիզմով մենք այս դերակի դիմացու վարչակարգի ենք։ Հաջորդ անկախության հռչակագրի հետ կապված ուզում եմ նշել, որ այս հարցի հետ կապված քննարկում դեռ չի եղել, կրկին երբ որ լինի, հարցը կկոմունիկացվի մեր քաղաքացիների հետ, որը կտեսնեն, թե այդ փոփոխություն տեղի ունի, ինչպիսի փոփոխություն է տեղի ունեցել մեր համայնության նախագծում։ Հաջորդը դուք նշեցիք, որ վարչապետն ասել է, որ հավելավճար կամ պարգևատրի տրամադրվում է դատական ծախսերը հարթուցելու համար, այդպիսի բան վարչապետը չի նշել, վարչապետը մի 8 ներողություն չեն ընդհատել։ Մի 8 պատճառ է նշել, թե ինչու է պետք, որ աշխատավարձը բարձր լինի պետական ծառայողի կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ ի թիվս մի շարք հանգամանքների նշել է նաեւ, որ ատելության ալիքը կամ չգիտեմ դեզինֆորմացիան այնքան մեծ է դաշտում, որ այդ պաշտոնատար անձին նաև ստիպված են պաշտպանվել դատական պատճառներով, իրենց իրավունքների պաշտպանությունը իրականացնել եւ կարգավորվում են այնպիսիներ, որ ոչ միշտ է դասարանի կողմից սահմանվող փոխհատուցումը որպես դատական ծախս լինում համարժեք փաստաբանների ծառայությանը եւ ասել է, որ նաև այս աշխատավարձերի բարձրացումը միտք ունի ապահովել պաշտոնատար անձանց իրավունքը, որ նրանք ունենան բավարար ֆինանսական միջոցներ, որ իրանց սեփական ոչ թե որպես դատական ծախս հատուցվել, այլ հատուցում չի դեպարտիալների տրամադրում, աշխատավարձ, ինչպես ուզում եք կոչել, որ ունենան նաև բավարար միջոցներ, որ իրենց իրավունքները պաշտպանեն։ Այսինքն այնքան դաշտը ներողությունված կերտոտ դարձավ, որ պաշտոնատար անձինք ստիպված են դատական անձաններում գնալ պաշտպանվել եւ պաշտպանությունը պրոֆեսիոնալ հաստատանների միջոցով պետք է տեղի ունենա, ու նաեւ պետք է այո զրկված չլինի իրենց իրավունքների պաշտպանության հնարավորությունից եւ սրա մասին է խոսում վարչապետը, ոչ թե դատական ծախսերի հատուցումից։ Հաջորդը դուք հիմա նշեք այլ լիազորությունը, որոնք վարչապետը ոչ այդպիսի լիազորություն չկա։ Եվ ոչ մեկ չի ասել, որ այդպիսի լիազորություն կա, կամ 1000 անգամ այս մասին խոսել են, մտահոգություն բարձրացնելը քաղաքացիների, եկեղեցականների եւ այլն, դա չի նշանակում, որ պետք է գրած լինի, վարչապետը խոսում է ձեզ հետ, դուք հարց եք տալիս, վարչապետը պատասխանում է ձեր հարցին, գրած չի ոչ մեկտեղ, որ վարչապետը ձեր հարցին պետք է պատասխանի, որ պատասխանի լիազորությունով վերածնացելու։ Այսինքն պետք չի ամեն ինչ քառակուսիացնել եւ փորձել այնպես ներկայացնել, որ մի ծայրահեղ վատ բան է տեղի ունենում։ Տեսեք, պետք չի կարգալույց եղած չեն։ Այսինչ քահանան ասում է կարգալույց եղած չէ, դա տարբերություն կա, քաղաքացին ասի, թե օրինակ նախարարը կամ վարչապետը։ Իհարկե կա, վարչապետը։ Ինչու վարչապետը ձեր կարծիքով զրկված է քաղաքացու իրավունքներից։ Լիազորությունները բայդի եւ որպես քաղաքացի վարչապետը քաղաքացի է, որպես վարչապետ Ես տեսեք, դա վարչապետի գործն է, վարչապետը անում է այն, ինչ ճիշտ է գտնում, եւ հիմա դուք ինձ հարց եք տալիս, թե ինչու այսպես անում, այսօր վարչապետն է մեր պետության գրել է վարչապետ գործ։ Ասեք, նույն Նիկոլ Փաշինյանն է, որը նա քաղաքացի թող գրեր քաղաքացի կողմը, թող գրեր քաղաքացի Այո, բայց ով ասում, դուք ուզում եք ես ասեմ, որ երբ որ մարդը պաշտոնատար անձ է, մարդ չի։ Դուք ասեք, սա դուք եք ասում։ Սահմանազատում Շատ լավ, ինձ եք ասում։ Ճաշակի հարց է, թող ստորագրեք։ Եկեղեցու գործերի, որևէ մեկը եկեղեցու գործերին չի միջամտում։ Մենք խոսում ենք անբարեխիղ եկեղեցականների մասին, այս թեմայով ենք շատ խոսում։ Դուք եկեք հարցերի հերթականությունը, եկեք մենք շատ շեղվեցինք մեր կատարած աշխատանքի հաշվետվությունից եւ մեր առաջիկա անելիքները ներկայացնելուց, բայց եկեք այս կետում համարտենք։
խոսքս ամփոփում հետևյալով. որպես կրոնական կազմակերպության ճակերտավոր մասնակից յուրաքանչյուր հայ քրիստոնյա իրավունք ունի բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնք տեսնում է։ Եթե դա անում է այն անձը, ով այդ խնդիրների վերհանմանը ավելի մեծ հասանելիություն ունի եւ իր համար ավելի տեսանելի է, սա ոչ մի կետում չի նշանակում, որ այդ երևույթը վաղն է։ Այսինքն, եթե թեկուզ եւ ի պաշտոնը մենք չենք երկխոսում։ Ես եմ խոսում, հիմա դուք լսում եք, եթե դուք հաց կտեք, ես ձեզ կլսեմ սիրում։ Դա չպետք է ներկայացնել այն լույսի ներքո, որ մենք գործ ունենք ծայրահեղ ծայրաստիճան վատ երևույթի մասին։ Հիմա բարձրաձայնում ենք մեր մտահոգությունները, անհամաձայնություն ունենք որպես եկեղեցու հետևորդ այն ամենի հետ ինչ որ տեղի է ունենում, եւ տեսնում ենք այ միայն չեք բարձրաձայնում, չենք երկխոսում, մենք չենք երկխոսում, մենք ֆորմատը այդպեսինը չէ, դա ուղղակի որպես քաղաքացի ֆորմատը այդպեսինը չէ, եւ ինչ վերաբերում է քրեական բարույթներին, ես նախորդի հնարավորություն ունեցա նշելու որոշ եկեղեցականների հետ կապված որոշ ապացույցներ նաեւ հասանելի են դարձվել հանրությանը եւ մեր սիրելի քաղաքացիները հնարավորություն եւ իրավունք ունեն անելու սեփական հետևությունները։ Ով է ասել, որ օրինակ եկեղեցականը պետք է իրավունք կամ հնարավորություն ունենա զինված օրինակ հեղաշրջում նախապատրաստել։ Ով է ասել։ Չգիտեմ, ենթադրել առաջ, բայց ենթադրել այո։ Այո, եւ դրա համար եմ ասում, քանի որ որոշ ապացույցներ հասանելի են դարձել, մենք մեր դատողությունները կարող ենք անել եւ նաեւ նշել եմ, որ դրանք հաջողված չեն, պարտադիր չեն, մենք պետք է սպասենք եւ այսպիսի հետևություններ կանեն նաեւ պրոֆեսիոնալ մարմինները, որոնք նման իրավունք եւ հնարավորություն ունեն եւ բան են։ Ուզում եմ նաեւ այս հարթակը օգտագործելով ասել նախընտրական քարոզարշավի կազմակերպման հետ կապված կան մարմիններ եւ մարդիկ, ում արգելված է նախընտրական քարոզարշավ իրականացնել։ Սա խոսում է ապաքաղաքական լինելու օրենսդրական պահանջի մասին եւ խախտումը հանդիսում է իհարկե պատասխանատվության։ Կրոնական կազմակերպություններին արգելված է քարոզարշավ իրականացնել։ Եվ սա նշանակում է Բարձրական նախախները վերաբերված պատասխանատվության նախատեսվում, ընտրական կանցկացվել նախատեսվում, արգելքների նախատեսվում կարող բացել եւ կարդալ։ Կրկնում եմ, կրոնական կազմակերպությունների արգելված է նախընտրական քարոզարշավ իրականացնել։ Հիմա չեմ խոսում արգելքների մասին։ Ես չեմ ասում դա եղել է։ Նախընտրական քարոզարշավ նոր է եղել։ Ես ասում եմ որպես տեղեկատվություն։ Չէ, տեղեկատվություն եմ ասում եւ որպես հետագայում դուք ինձ հարցեր եք վստահաբար ուղղելու այս մասով։ Դա կանխարգելելու միտումով եմ ասում, որովհետեւ նախկինում են եղել հարցեր արդյոք եկեղեցականները կարող են զբաղվել քաղաքականության բացով եւ այլն։ Այդ հարցերը հիմա ես չեմ անդրադառնա, ամփոփում եմ այս կետում։ Վերջ, ասած։